Դե բարի լույսո արավոտի լույսո արեգակն արդար, բարի երեկո Հայաստան, այսօր արդեն ամսի մեկը մեզ մոտ և շատ հետաքրքիր development-ներ կան և շատ կարևոր կետեր նշելու, պիտի խնդրեմ ձայնը ստուգեք, շարժվենք առաջ, ամսի մեկը հուլիսի, այդպես է կալենդարը, ճիշտ եմ ասում դեյթը, կարակ շտկեք, դուք ուղումներ տաղլուց տեղի վրա լավ եք, ուժեղ թիմ ունեմ դրա մեջ, ձայնը շատ լավ է, շնորհակալ եմ, Արթուն պահապաններ հավատքի, պիտի խնդրեմ ուշադիր լինեք հետևյալ կետերին, որ պիտի նշենք, ուրեմն ազգովի զորակոչվեցինք Վարդան Մամիկոնյան, ես ուրախ եմ, և ներսես արքեպիսկոպոս Պոզաբալյան սրբազան հոր սպանությունը լրատվականներում բարձրաձայնելու համար շնորհակալ եմ, մի վարքյան, իդեպ շնորհակալ եմ, օդանավ էր անցնում, չուզեցի ձայնը դիստորցիայի ենթարկեմ, բոլոր միկրոֆոն և կամերա ունեցողներին եմ ասում, շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար, բայց էսի բլոգերի հարթակ չի, էսի գվարդիայի հարթակն է, ես այսօր ճար ու ճամփան գոյատևելու գոյություն ունենալու տեսնում եմ մեկ հողի վրա, ազգ պետություն միություն, ինչ վերաբերվում է նրանից, եթե առաջ շարժվենք, ես մենք եմ ուզում դարձնեմ եսը, և էստեղ իրականություններ կա, որ ինչ կապված է իմ տղաներիս հետ, կաք շատերդ, որ ախր դուք հայերդ, դուք կամանդիր եք ասում դուք ձեզի և հրամանատար ու կամանդիր, որ էս կամանդիրը իր տղաներին առաջի հերթին ուսուցիչ է, երկրորդ հերթին, եթե իմ տղաներից մեկը, որ ավելի շատ այրուն է թափել հողի վրա, քան մի քանիսը ծաղիկ եք ջրել, և հաշվանդամ երեխայի հետ կարողա դուրսը մնա, էսի հավասարաչափ խնդիր է, որովհետև միայն կամանդիր չեմ, հայրն եմ իրանց, քանի տասնյակ հազարանոց բյուրավոր ուզում են շարվեն, ես հայրական պատասխանատվություն ունեմ իմ տղաներին, պարոն վարչապետ, ես ձերքերս ավել կանեմ, կավլեմ, կլինեմ փոշոտ ծառա, բայց իմ տղաների շարքայիններից բոլորը կլինեն բոլորիցդ աղա, որովհետև արել են ինչ պետք է, որ վերապահեն այդ բարոյականը, իմ տղաներս, բանագդ այմարդ, խոսքս չի վերաբերվում պրոֆեսիոնալ գծից էլ, որ վարժանքներ արինք, անցկացրինք, շատ լավ ես կողմ են կողմ, բայց ես իմ ազգային գորիզը լավ գիտեմ, իմ տղաները, որ ասում եմ, քոնն է, ինչ է նշանակում, էդ կալիբերի հայը, էդ տղաս, էդ գվարդիականս, հաշվանդամ երեխայի հետ կարողա տնից դուրս հանեն, ես ինչ է նշանակում, եղբայր, Հայաստանում հայը տանիք ունենալու համար մտահոգվելու տեղ ունի, դա ուխտավայր է, դա սուրբ հող է, դուք եք կեղտոտել, դրոշակիս վրա վենդելիզմ արել, սպիտակ փիլակյան աստիճան նկարել, ես ունեմ մեկ պետականության դրոշ, եղբայր, չեմ ընդունում էդի, վերջ,
Ձեզի մնա մենակ Ղարաբաղ չեք ասում, մեզի դեպի Դաղստան եք տանում։ Ես պաբենական այգիներ ունեմ, որ ձրիագեր չագուրդակն ան վրան նստած։ Հիմա Պոսաբալյանի սպանությունը վերանդրադառնանք սկսեց լրատվամիջոցներում շրջանառվել։ Մենք սուրբ առաքելություն ունենք հայ ժողովուրդ, հետևողական լինելու և գայել էջմիածին մտնել վեհարան, գնում ենք գալիք օրերին, մեր հայարաքելական սուրբ եկեղեցու, մեր հավատքի նախնահոր դունն է դա, գնում ենք ազգովի, մտնում ենք, ասում ենք քեզ, չենք ընդունում, խնկաբեր քույրերս սևազգեստ, իրենց աղջիկ երեխաները, կիրգը թորնիգը, կարաս ձերք բարձրացնես մեր վրա էտենց, փորձի բախտը տղաս, լաթարյամը նա խաղա, իմ տղաների տեսածը, պատերազմի դաշտին աչքը այրունը գդրած տեսակը, ասում եմ մենք զսպվածություն ենք դրսևորում, օրինաբաշտ ենք եղնում, դու գնում, էջմիածինում ղալմաղալ, կաթողիկոս ես հանդես գալիս, հալըտ նայի մի հատ այ տղա, այ խուլիգան, գդրիչ Ներսեսյան, դու հայ հողի վրա հայ ոստիկանի ուսադիր ես բռնում քաշում, խուլիգան եք դու կար, մեր զսպվածությունը ձեր նման իմպիտանտ լինելու հետ մի խառնեք թուլության, մենք ասում եմ զսպվածություն ենք դրսևորում, շատերդ ախմախ դուս տվիք, 5 տարիա, 3 տարիա ճանաչում եք, տեսա որ իրոք չեք ճանաչում ձեր դիմացինին, ասում եմ տղաներիս կամանդիրն եմ, հայրական պարտականություն ունեմ բարոյական, հերն եմ իրանց ասում եմ, դե արի դիմացի, շատերը ասում են քունը չի տանում, մենակ քուն տանելու մասինա, որ իմ տղեկս կան որ էդ օրին են, պարոն վարչապետ, մեջիս հրաբուխը, եթե հանեմ ցույց տամ կմոխրանաս, եղբայր, տղաներիս պիտի տրամադրես ինչ պետքա, արունը թափել, շահել են դա, իրանց հայրն ա խոսում քո հետ, անընդունելի, ինչ վերաբերվում ա օդարապերի Հովնան Էֆենդիին, վեհարանի տաշիրի նկարը ինչ պետք է արվի, Պակիստանի զուգարան բաղնիքի պատին չկպցնեմ տաշիրու իրա հետ լոպուշի նկարը, ես կյաժի տղեն չլեմ, պիպոինն էլ տակն եմ կայնացնելու երկուսի, սենց բանա բռնեմ, մի բան փուվարանım, սենց, այետի տնելու եմ Պակիստանցու բաղնիքի պատին, են կրիմինալը, որ իմ երգրի տնտեսությունը սենց ծնգի ապահ է, Վաշինգտոն Պոստն ա գրում, ես չեմ հորինում, տաշիրի նկարի ինչ պտի լի, հունական բաղնիկ զուգարանի պատին պտի դրվի, ինչ պտի լի, սրպապիղծ, ուրեմն դաշնակ պիոսի գիծը Հովնան Տերտերյանին ա փորձում աջակցի լոսի ափերում, խոսա, առաջի կարգի մարդասպանություն եք ծածկադմփել, Պոսաբալյանի սպանությունը ելավ ջրի երես, սիրելի ժողովուրդ, Հայաստանում 2024 թվին ինձ ասին հանրային մի խոսա այդ թեման, Պոսաբալյանի հաղորդումը ԻՊՀ-ն ա տվել, քանաքեր Զեյթուն, գնա քննիչների հարցրա, բայց 24 թվին, այս ձեր բլոգերները ուր էին զարմանում եմ, ոչ մեկը չեկավ, ձպտուն չհանեց, այսինքն փորձեցիք սոպրես անեք, տեսակ քաքը ջրի երեսա, անցակ արդար կողմը, որն աստեղ քաղաքական պարազիտությունը չեմ հասկանում, եղբայր պատվո գրերդ և քո մեդալներդ տար 1-2 ոչ բոլորը, մնացածը աղբերներս են Աշագունյացի ծենգով մի հատ խաշլամայի կաստրուլգա ունես, իրան կամանդուշիի տեղադրե, այդ մեդալներդ իրա պտուկներից կախի, մեզի պետք չի եղբայր, մենք ազգային ենք,
Էս էշը ազգ պետություն միություն նստում վրեն միջև վերջ քաշում ենք։ Գալիս ենք վեհարան, Քարեքին Էֆենդի, Գդրիչ Ներսեսյան, բայց այստեղ հաշվետվեություն կա, ուր են ազգային գանձերը, գանձարանի հարստությունը ուր է։ Պոզաբալյանի սպանությունը ջրի երես արդեն։ Քանդվակ առաջի կարգի հաղորդումը սպանության տվել ենք, շնորհակալ ենք տվյալները տրամադրողներին, բայց ճակատ իմ տղեկն են կանգնել 24 թվականի փետրվարին։ Այդ իմ հիվանդ մայրնա իվակուացիաների ենթարկվել, մարզերում տարել, թաքցվել, որտեւ իմ ընտանիքն են սպառնել, այս պորնիկի լագոտները ծերը չէ։ Բա ուր եք բլոգերներ, լավ խոսացող, մեդալակիր գովազակիր, արիական մեդալ, քարի հետևը պահկվողի վրան խփել եք գեներալ մայոր, գիտենք։ Այդ բոլորը փոփոխության ենթարկվելու է, Կարմիր Նիկոլը կատակ չի անում։ Այսօրվա պետությունը։ Եվ իդեպ մի մեջբերում անեմ, եթե դու ռազմահայրնաս սիրական ես, եղբայրեսի ուզում եմ մի թեթև, ես հետախուզական եւ անվտանգության գիտության ոլորտի կրթություն ունեցող մարդ եմ, կոշկագարի իրագործը գիտի եսի, դու գալիս ես մի երկիր, ես թափանցիկ լինելու կարիք չունեմ, ԻՊՀ-ի, բնույթը, աշխատելու, գործունեություն ծավալելու նպատակ ուղղությունը, կանոնակարգը ամեն ինչը դրած է ՀՀ փոխ վարչապետի հանձնաժողովի դեմը, ազգային անվտանգության խորհուրդն էլ կարա իմանա, ԱԸՑ, ՊՊՑ ով ունես չունես, բայց դու մի երկրում, բունքեր չի, ասում ես ռազմական ես, եղբայր, զինվորական ֆորմա ես հագնում, հիմա իմ տղաները մասկայով են շատ անգամ, բայց անվտանգության խորհուրդս եւ պետությունս բոլորիս կարա իմանա որ պահին մի հատ կապվեց հետս ամեն ինչը կարա իմանա ու գիտի իմ պետությունս, որտեղ զեկուցում եմ պետությանը։ Դուք զինվորական խմբակներ եք հավաքում, բանակին հետամնաց եք ասում եւ ասում եք մեզի հովանավորեք։ Բանակի մեջ բանակ է լինում, կա հայկական բանակ, բոլորիս հավաքական, զինկոմիսարիատ տղաջան, պավեսկից չեն թռնում, հրապարակում զինվորական շորերով մանգալ վառում։ Պավեստկեն սրբություն է տղաջան, պատվի եւ արիական առնացած տղամարդ հորը տղեն լինելու ապացույցի սերտիֆիկատն է այդ պավեստկեն։ 70% թռնում եք։ Մաման վազումը ախախ ցավերը բռնեց, ջրերը վազեց եսի միջ Վրաստանում ցրտ ծնվար, վրացու պասպորտով գալի ասма իմ տղան օտար երկրի քաղաքացի է։ Եղավ էսի։ Իմ տեսակը այդ տեսակ չի, պարոն վարչապետ։ Ես կարամ ասեմ ըստեղից ուղիղ վարչապետին, կողքդ քեզ հետ լավերը կան, բայց շփվողներից ով է, թաքնված, դիմագավորված լիրբ որպես տղամարդ էդել գիտեմ։ Ես գիտեմ, թիլին մերժելը, թե մյուսին մերժելը, դեսպանը տնչի ամերժել չես հանդիպել, շատ ճիշտ ես արել։ Այդ ջոթիլիա, թբիլիա ինչը։ Կորպորատիվ ագենտուրա է դա, հայկական կոպեկ, Բակո Սահակյանի գործակալներն են ասում եմ։ Բակոյի փողով են շարժվում չաշկալիս, լոսի ափերում Ղարաբաղի դրոշակ բռնած։ Այդ ճիշտ քայլեր լինում է անվտանգության վրայով, բայց դուք պատերազմող երկրի վրա օթապարիկներ եք բարձրացնում, պարոնայք։ Սրան հետո պետք է անդրադարձանենք։ Artificial intelligence թիրախներ ես մշակում, որ ինքն իրան գա ավտոնոմ աշխատելով թիրախները նուտրալիզացնի թողնի գնա վաղը վրանից։ Այտենց զբոսանք արգելեք մեր երկրում խնդրում եմ։ Չի կարելի։ Բաց տեղեր կա, որտեղ մարդիկ դրոնով կարան խաղան։ Քաղաքային միջավայրում օտար կամ որևէ սեփական դրոն խփեք գցեք ախպեր, տիրոջը քթեք։ Չի կարելի։ Հետո երբ որ երկրի ղեկավարների հետ եք քայլում տղաներ, պիտի կրկնեմ, երկրորդից 5-րդ հարկ, վերևները նայեք էլի։ Նայեք էլի։ Այսօր երկրի առաջնորդը
ստանցնեց ամենասուրբ գործը։ Ամոթ են հային, ով վարչապետի կողքը չի կանգնի այս գործի մեջ։ Ես չեմ ստի իմ ժողովրդին։ Գեցե Հայաստանը։ Գեցե ազատ անկախ Հայաստանը։ Լուսահիշադակ Վազգեն Վեհափարհոր խոսքեր։ Սիրելի հայրենակից եւ սիրելի գվարդիա, մեզ վստահվել է շատ բարձր սրբություն, մեզ վստահվել է սուրբ գործը առաջնորդող մարդկանց աշխատանք, մեզ վստահվել է ամենակարևոր գործը՝ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի փրկության, շրջանակների, անվտանգության, ապահովման, առաջնորդության, լոգիստիկայի, որտեղից կստեղծենք Աստված կուղարկի։ Բայց հավաքական ասեմ, ԻՊՀ-ն մոբիլիզացվում է եկեղեցու սրբամաքրելու, ներքին ու արտաքին անվտանգությունը ապահովելու պատասխանատվությունը։ Եվ մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք. մենք կանգնած ենք մեր պետության կողքին, բայց Մայրաթոր պիտի սրբամաքրվի առաջնահերթ մեր ամենակարևոր ինստիտուցիան ազգային։ Թող գնա նստի տեղը մի բարգյան։ Դուք ոնց եք պատկերացնում, բարոն Այք, օրինակ Ararat News, որ պրեզենտացիա է արել, ինձ լավ աղբեր, դուշմանենց բանենց հետ կրված առաջի պատերազմին, իմ իսկական հալալ աղբեր, մնացած ընդեղ լրագրողներդ, որ Պոզաբալյան եք խոսում, բա դուք, պարոն վարչապետը, անվտանգությունը, ձեր Պիվնոյի մեդալագիր, Պիվնոյի հերոս բլոգերները դերասան, պետական բարձրաշրջան կանանց գրասենյակի բլոգեր մկնիկներ, փետրվա 24-ի Վարդանանքի շարժման մասին չէիք լսել, ուր էիք տղա ջան, ուր էիք։ Սա հետաքրքիր հարց է էլի։ Մի խնդրանք էլի, պիտի խնդրեմ, բարի եք եկել, բայց Սոֆիա Ռուս, եթե հնարավոր է կամ լատինատար կամ էլ հայերեն գրեք, ռուսերեն գրող գիրերը ես բան եմ անում, դիլիթ եմ անում, ռուսերեն իմեջի վրա չեմ կարողանում ընդունեմ, ներող կլնեք, բարի ես եկել քույրիկ, ինչ ա գրել երեխեք, թարգմանեք մի հատ նոր շարունակեմ, Վոլգոդովսկ Սոֆիա Ռուս, չգիտեմ ով է, ինչ ա գրել ռուսերեն, Զարմանում եմ, 9 տարեկանից Ամերիկա եմ մեծացել, բայց ես ձեզ ասեմ տարբերությունը, ռուսերեն իմանալու և անգլերեն, կյանք վաղը գերմանական տանք կբերես, թե ճապոնական, կամ իրա լեզվովա կամ անգլերեն այդ սարքավորումը մեջը, որ կոճակները ճիշտ խփես, կորդինատ բռնես այդ պուշկետ, It's English, Գոնե թեթևագի տերմինը պիտի ապահովեք, ժողովուրդ ջան։ Ռուսերենը որտեղ է գրած, բացի Տաշիր Սամոյի կալպասի բաճկի վրա։ Գրել են, նկարը դրել են, ով լինի դիմանա, աջակցություն Սամվել Ղարաբետյանին, այո իմանս եկի։ Washington Post-ի գրածը կարդա մի հատ։ Երեխեք չեմ հասկանում, այս անձնավորությունը ինչ ա գրել է, որ ճիշտ եք մեր վարչապետի կողքին պետք է լինենք, շնորհակալ եմ Սոֆիա, իդեպ քույրիկ Սոֆիա հունարեն իմաստություն ա նշանակում, քո արտաքին գեղեցկությանդ էլ համահունջա քո անունը տանգինս, բարի ես եկել, ուրեմն, ես էլ ջահելության մի երկու հատ նկար ունեմ մեկ դնում են, ասում են ես ինչ սիրուն տղա ես, ասում եմ հիմա տես, բայց քույրիկ է երևում է, որ շատ անուշիկ անձնավորություն է և շատ լուսավոր արևոտ աղջիկ է երևում է։ Այսօր շատ սուրբ գործ է ստանցնել երկրի իշխանը։ Խնդրում եմ բոլորիդ, բոլոր տարաձայնությունները մեկ կողմ դրեք, տեսեք Ուկրաինայի տարբերակը, դիմություն ընդդիմություն չասեց, առաջին հերթին դրեց Փարաչայով Կիրիլի կագեբեն իր եկեղեցուց մաքրեց մարդը։
Սլավա Ուկրաինա։ Հալալ ախպեր։ Երկրորդ հերթին եկավ ասեց ինչ ալլում դիմություն։ Պատերազմի մեջ եմ։ Մեր նմանը սենց դաշնակ բոլշևիկներին չբերեց հրապարակում մանղալ վառի պատերազմի օրերին։ Մի հատ էլ ախմախ Խաչակիր ասմա գնդապետ եմ։ Տղա ջան, գնդապետ մի հատ գրի գնդապետ հայրեն։ Քառորդդ 5 կդնեմ։ Մարդ ասում է զենք թոտան Նիկոլը հողերն ա տալի, այդ մենք Լաչինի միջանցքը բացենք։ Եթե ձեր ասածով լեր, Փաշինյանը չպահեր խաղաղությունը, մի 38,000 էլ ընտեինք զոհ տալու երեխեքից։ Այդ Խաչակիրների գնդապետը կանգնած խոսում էր հրապարակում, մեկ է սենց արեց ժողովուրդ։ Ժողովուրդ ջան, տեղ տվեք, արևի տակ շատ որ կայնում եմ, ճնշումս բարձանում է։ Ես 4 անգամ առե թողել եմ, ոչ մի կնգանս այդեն ձևեր անելը չեմ տեսե, արա։ Պետությանս կոշիկները կերել եք։ Ես ասում եմ, զսպվածություն ենք դրսևորում։ Հայաստանում ամենալավ տղեն, որ կայնեմ սենց ոտի բարև քերոպ ախպեր, որ ասում եք է, ճշտով տղեք, Արփինե Սարգսյանն է։ Ես աղբարը տենում եմ, աղբարի աղջիկա, մեջը կա աղբարը, հա, կա։ Ինքնա քերոպը։ Ես պրիզնատ տեգա, տես գվարդիական եմ, ասում եմ, Հայաստանում ով է լավ տղեն, ես վրազ ասում եմ Արփինեն։ Խնդիր ունես ախպեր, հա, վրեն սենց սիպտակ գծով գրածա ոստիկանություն է, հա, այդ լավ տղեկից մի 30 հոգի կքան դուրըտ կծեցեն, կիմանաս, քերոպնա թե չէ։ Ինքը իմ այսօր ես դրության մեջ ով է հրամանատարս։ Ինքնա։ Զսպված ենք պահում մեզ Արփինե։ Օրինապաշտ ենք պահում մեզ։ Մի անգամ քարեր շպրտողներ ես Մարգարյան Ռոբերտը ինչ է զիբիլը մի հատ պարսկահայ ունեն լոսում։ Հրանտ Մարգարյանի գծից հին լավ լսի Արփինե Թեհրանի գրասեղան ունեին մի հատ KGB-ի կոչվում էր Իրանահայ մշակույթային միություն, կարծեմ 62 թվերին է հիմնվել։ Էսի թողեն իմ լավ անվտանգության աղբերն էլ փիլիսոփայող լսի, թե գործը որտեղից է բռնվել։ Գործը գլխից ենք բռնել, որից չենք բռնել, եղբայր։ 23 տարի ու կես որ ծառայել եմ հայրաքելական Սուրբ եկեղեցում։ Առաջի մի 2 տարից հետո արդեն զգացել եմ, որ ես եկեղեցու հետ մի բան են չի։ Եվ այդ ոլորտից գործից հասկացողն եմ, կծիկի թելը բռնե քաշել։ Մի հատ էս կանտեղ սվաղ կանեն, մի $250,000 տեգալավան։ Հովնան ու մուշեղ չսրբազաններով, գող ավազակ։ Դաշնակների մուշեղ սրբազան Լոս Անջելեսում, էսի քո դուրը ծեծելուն ա գալիս, հա։ Մանուսկրիպտը 780 տարեկան հայկական, որի կեսը մատենադարանում է։ Մատենադարան, որը որ Լևոն Տեր-Պետրոսյան այդ ձեր ռաբայը չհասցրեց շալոմ շաբաթ քարուքանդաներ։ Գոնե պահպանվեց։ Դրա կեսը մատենադարանում է, բայց այդ մի կեսը ինչի ես ծախում։ Սարը ելան ինգլիս անգլիացու թանգարանին, պատասխան եք տալու սրա համար։ Վաղուց եմ կծիկի ծերը բռնել ջանս, 23 կես տարի մեջերնին եմ։ Օ, 2 բաժակ խմեն, ինչեր են խոստովան է ջանս։ Բայց այդ բոլոր խոստովանիմքները հիմնված պիտի կառուցես, չէ, որ գործ դառնա։ Հիմա բլոգեր դարձակ գլխիս, բոլորդ Վարդան Մամիկոնյան եք։ Շնորհավորում եմ։ Բայց գործը երկրի առաջնորդի կողքը շուրջը հավաքվելն է, հեռավոր ափերում անքուն եք պահում ընծի, խելոք մնացեք։ Միացեք պետությանը ասում եմ։ Պետական կայքեջը ինչ հայտարարեց, էդի տարածի։ Զգուշացնում եմ, ամեն մի բլոգեր մեղատեր։ Բանգլադեշի պիվնոյից հարփած գալի մազերը բիզ-բիզ նստում են կամերաների դեմը, մի լսեք, հիվանդ են ես մարդիկ։ Պետական կայքեջ, վարչապետի հայտարարությունը, կրթության նախարարի, որ պետական պաշտպանության նախարար, հայտարարություն կա լուրեր, արդիր էջիտ վրա,
Մի տարածեք էս ապուշների ասածները։ Բաքվի դավոլի տակ են պարում, չեք ճոգում։ Իդեպ Ազատլıq ռադիոկայան Իրանի դիպլոմատը լավ պորտիկը տեղը դրեց, չէ։ Հեսա հանրային ռադիոից փախած մի հատ Արտուր ունեք։ Լոսի ափերում Միշիգի շուն Սահակյան Alpha News Դες Հովնան Էֆենդի Անդրավարտիկնա լվաց է չորանում չորանում Բահանրային ռադիոին ես վաղը միսոր չեմ հարցնելու այդ ապարաններում ըստ իմ աղբյուրների ծեծի է ենթարկվել մի գյուղացի թե հայրենակից, որը մահացել է թվերի մեջ։ Էս ապուշը ինչ առնչություն ունի դրա հետ։ Ոչ մի բանը պետք է չփախնի մեր ձեռքից։ Բոլորը կապված են ինչ-որ Գարեգին Էֆենդի Կդրիչ Ներսեսյանի տակնա։ Քո կուլակդ կուլակաթափի է ենթարկվելու, որ այդ փողը վերադառնա քեզ ժողովուրդ։ 1. Երկրորդը քո բարձր սրբությունը փրկելով, արժանապատվությունդ վերականգնելով, վաղը մյուսօր դու էլ կարողանաս խոսաս, ոնց որ Թեհրանն է խոսում տարածաշրջանում։ Այս պատիվը բերելու համար պիտի գաս Էջմիածին, մտնում ենք վեհարան, ասում եմ, բարև ձեզ, ես հայ եմ, այս երեխեն հայ է Սոսոմպերանը, պետք է կնքվի, քո զսպանակ ծախող ձերքով չենք ուզում կնքվի, հավաքվի կաշիլոկը դուրս արի, այսքան բան։ Կարճ կոնկրետ ու վերջակետ, նորից պետք է մեջբերում անեմ Տիգին Անի Խաչատրյան Հանրապետություն գուսակցություն։ Մի հատ տողերդ նա ինչ ես հայտարարել։ Սենց մեծ պրոշներով մի հատ առողջ տեսքով կինա Արամ Սարգսյանի գուսակցությունից։ Հələ լավ նայ աղջիկ ջան։ Հոկտեմբեր 27-ին ով է հրահանգել, որ չհայտարարեն մայր տաճարում, որ սպանվել է Կարեն Դեմիրճյան ազգային ժողովի նախագահ եւ վարչապետ Ձերգաշարակեր Վազգեն Սարգսյանը։ Դուք Վազգենի գծերից շատ սրիկաներ ունեք, բայց վազգենականներ կան, որ կուրսի էլ չեն մարդիկ, թե ինչ է կատարվել։ Արամ Սարգսյանը, Վազգենի աղբերը քո Անի ջան, ասելա ծապտուն չհանեք, հենց սենց, Վանոս Իրադեղյանն էլ ընդեղ։ 114-115 պատգամավորներից, ազգային եկեղեցիական պատգամավորներից, 115-ը Լևոն Սեֆարդիմ ՀՀՇ-ականներ են։ Երևի ռաբայներ էին, խաբար չենք։ Օղորմածիկ Վանոս Իրադեղյանը կիմանար, ինքն է հայտարար է, որ ծպտուն չհանեք կրակոցներ, ծպտուն չհանեք կներեք սպանությունների մասին, մինչև չընտրվի և չդառնա Գարեգին Բեն ամենայն հայոց վեհապար, նրանից հետո ինքը նամակը կկարդա, և այդ պահին այս լիլիպուտ մադամ Փամփալինուն, այս ճակած խիարի ծաղիկը, Հովնան arczepiskopos Տերտերյանը, համբյուրում է նամակը, տալիս է Գարեգին Բեին, Գարեգին Բեն էլ կարդում է, տվես սպանել են Կարեն Դեմիրճյանին ու Վզգոյին։ Եղավ Անի ջան, էդի քո Արամ Սարգսյանն է, լռության հրահանգը տվե մայր տաճարում, դե իմի գնայսի, որտե ուզում ես մանդրի։ Գարեգին Բեն գնել է փողով այդ գահը, այդ փողը վերցրել է մի մասով քո Վազգեն Սարգսյանը, հետո էլ Արամ Սարգսյանը գնացել է Եվրոպայի ափեր, որ տիրան է այդ փողին, որ իր աղբոր կաշառքն է, որ պտի տային, հանես սիկտիր են արե, կներեք կոպիտ ասելուս, որ Վզգոն ընտանիք չունի ասել են, չենք կարա փողը տանք, հետո եզդի գողա խառնվե, հաշվի մեջ նույնիսկ, ստացել եք այդ փողը, հիմա տենց աշխատասեր կռասկեն քսած ինչ ես խոսում, աղջիկ ջան, ում ես ինչ պատմում, Հանրապետություն կուսակցություն, դուրս արի քաղաքական դաշտից, և մեջը ազնիվներ, դրանց սերը սուտա, ԻՊՀ մտեք, այո, մասկով գվարդիական պտի դառնաս, առողջ աղջիկ ես ինչ ալ է, Վազգեն Սարգսյանն է, չէ քավորդ, կնքահայրդ կներես, 8-րդ դասարանի աղջիկ ես եղե, Անի Խաչատրյան, կնքելուց քավորդ չի եղե,
Ձեր ուրիշ ինչը նա եղե Վազգենը։ Դուք հայերդ գործը թողած էս բամփասանքու անցյալը անընդհատ վերբերելու, ասենց փոթորկացած բաներ սիրող եք, դոգ փիսիկ քրիստիկ։ Թուրքը գիշեր ցերեկ վարժանք անցկացնում, դու միկրոֆոնի դեմը նստած գինի ես խմում։ Մի հատ ռաֆո ունեք, սիրեմ հարգում եմ ախպեր։ Գնել ջան, Ռոման ջան։ Դուք եք կուրսի ես ամեն ինչից։ Ես ձեր կամանդիրների պես չեմ ասում եմ, որ ասեմ կամանդուշին եմ, 06 կամ Տոյոտան նստեմ ընկնեմ քաղաքի մեջ մարդկանց ծեզի ենթարկեմ։ Ոչ է քարերի հետևը պահկվող եմ տղեկիս հետևը։ Ես հայրական պատասխանատվություն ունեմ իմ տղաներին ասում եմ, հաշվանդամ տղեկից երեխա ունեցող, որ ինվալիդ է երեխեն, մտածում է, որ կարող է տունը կորցնի, են էլ գեղերի եսին որ մասերում։ Արցախ բանկ, արջի բանկ, ընենց ենք թապ տալու կուլակաթապ անենք, ջեբիտ կոպեկները ծրված ես փախնելու հայրենիքից, էդ փախուստից ժամանակ պանիկայից ժամանակ, այ կրիմինալ, դաշնակ գանձապահ, թող լսի պարոն Մեհրաբյանը հմեկի, Վիքեն Հովսեփյան, որ գանձապահն է, որ բերի ռեկլամ արիր հմեկով, որպես հասարակական գործիչ, Golden Արևմուտք West Brand Boulevard-ի վրա Գեյլենդելի բանկով Քոչարյանի բանկի գծից պարտ կտվե ստորագրելա տվե գյուղացի քասիպների հողուտներն ա ձեռից առելու առնում ա իմ տղաներից մեկը պարոն վարչապետ 30 տարի այդ տան մեջ ա ապրում ինվալիդ աղջիկ երեխա ունի Արունը պատանի օրերից ա թափում այդ հողի վրա ու պահում նա կրկնակի հերոս մարտական խաչ ու արիության մեդալը զավտրիկ որպես արդեն արելա էսում եք տնից ու տանիքից զրկելու եղբայրական խնդրում եմ հավաքականորեն ազգ պետություն միություն բոլորդ հավաքվեք միտեղ սիրում եմ քեզ Հայաստան զանգում մանգում են արդեն պիտի գնամ միանում եք վարչապետի կոչին տեր եք կանգնում մեր ինքնիշխան պետականությանն ու մեր սրբություններին հավաքվում գնում ենք Էջմիածին Են արարողությունը, որ խնգավառությունն էլ լինի, դեպի հիվերի Երուսաղեմ, ինչպես սրբերի աղոթքը կբարձրանա, քթերիդ քոտեր, որ խնգավառությունը ներկայացնում է սրբերի աղոթքը, եւ պիտի խնդրեմ, հասկացեք, այո երկրի ղեկավարը սուրբ գործ է ստանցնել, կանգնում ենք պետության թիկունքին, քեզ օրհնյալու խաղաղ գիշեր Հայաստան։